Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Նոր սրտի կենսագործունեության պայմանը։ Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ինչպես դառնալ ներողամիտ քրիստոնյա» անվանումը։ Առաջիկա 7 ուղերձները հենց ներման թեմայի վերաբերյալ են լինելու։ Ներել կարողանալը և ներողամիտ լինելը քրիստոնեական կյանքի ամենակարևոր բաղադրիչներից են։ Սիրելի՛ բարեկամ, իրական և չկեղծված քրիստոնեության առանցքը Տեր Հիսուս Քրիստոսի խաչն է։ Խաչի փոխանորդական զոհը, որի արդյունքում վճարվեց խավարի իշխանության ստրկությունից մեր ազատագրման փրկագինը, և Տեր Հիսուսի ուսուցումների հանդեպ հավատքի շնորհիվ վերստին ծնունդի փորձառությունը, որի ընթացքում մարդը փոխակերպվում է, մահանում է հինը և ծնվում նորը։ Տեր Հիսուսի խաչելությունից դարեր առաջ Եզեկիել մարգարեն հրաշալի կերպով փոխանցել է մեր ներսում նոր սիրտ ստեղծելու Տեր Աստծու խոստումը։ «Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ, և պիտի մաքրվեք, ձեր բոլոր անմաքրություններից և ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ։ Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ. ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը և ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ։ Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ և այնպես անեմ, որ իմ կանոններով ընթանաք, իմ պատվիրանները պահեք և դրանք կատարեք» (Եզեկիել 36:7-9)։ Վերստին ծնունդի մասին այս խոստումը կարելի է համեմատել նոր սրտի փոխպատվաստման հետ։ Գիտե՞ս արդյոք, որ նոր սրտի փոխպատվաստումը բավականին բարդ գործընթաց է, և փոխպատվաստված սիրտն իր մեջ կրող անձը ոչ միայն պետք է խորը շնորհակալության զգացում ունենա իր կյանքի փրկության համար, այլև զգուշորեն և ամենայն ուշադրությամբ հետևի բժիշկների խորհուրդներին, պահանջներին և հակացությունների վերաբերյալ զգուշացումներին։ 10 պատվիրանները Մովսեսի միջոցով իր ժողովրդին փոխանցելուց անմիջապես հետո Աստված հետևյալն է ասում Մովսեսի հետ երկխոսության ժամանակ. «Երանի՜ թե նրանց սիրտն էլ լիներ այնպես, որ վախենալով Ինձնից պահեին Իմ բոլոր պատվիրաններն ամեն ժամանակ, որպեսզի հավիտյան լավ լիներ նրանց և նրանց որդիների համար» (Բ Օրինաց 5:29)։ Աստված շահագրգռված է մեր և մեր զավակների լավ լինելով։ Նա երբե՛ք չի ուզում, որ որևէ մեկի կյանքում չարիք տեղի ունենա։ Սակայն այս ամենի համար մեր սիրտը պետք է լինի Նրա ակնկալած և պատկերացրած կերպով, այլ ոչ թե մեր։ Իսկ ո՞րն է ներման մասին պատվիրանը։ Ի՞նչ է Տեր Հիսուսը սովորեցնում ներման մասին։ «Արդ դուք այսպես աղոթե՛ք. «Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի Քո անունը, Քո Արքայությունը գա, Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տուր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը և ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին. և մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից։ Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6:9-15)։ Ինչպես որ բժշկի խորհուրդները չպահելու դեպքում նոր սիրտը չի կարող շարունակել իր կենսագործունեությունը սրտի փոխպատվաստում տարած մարդու մարմնում, այնպես էլ առանց ներել սովորելու փափագի հավատացյալ քրիստոնյան շուտով կարող է կանգնել հոգևոր կործանման նախաշեմին։ Աստված վճարել է մեր մեղքերի գինը Գողգոթայի խաչի վրա և ջնջել մեր մեղքերի ու հանցանքների պարտացուցակը։ Նույն կերպ Նա ակնկալում է, որ մենք էլ պետք է սովորենք ներել այն մարդկանց, որոնք մեր հանդեպ են հանցանքներ և անիրավություն գործում։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու վերստին ծնված քրիստոնյա ես։ Դու ընդունե՞լ ես Տեր Աստծու խոստացած նոր սիրտը։ Արդյոք փոխվե՞լ է քո մոտեցումը մարդկանց ու աշխարհի հանդեպ, թե՞ դեռ նախկին աշխարհային մոտեցումներն են գործում քո կյանքում։ Արդյոք գիտե՞ս, որ չներելը կարող է քո հոգևոր կործանման պատճառը դառնալ։ Գիտե՞ս, որ ներելը քո նոր սրտի կենսագործունեության կարևորագույն պայմանն է։ Ունե՞ս արդյոք ներելու խնդիր։ Պատգամների այս շարքը որևէ մեկին վախեցնելու կամ ճնշելու համար չէ, այլ Աստծու Խոսքի ճշմարտության բժշկարար լույսը տարածելն է։ Աստված այնքան է քեզ սիրում, որ ասում է.
Երանի թե նրանց սիրտն էլ լիներ այնպես, որ վախենալով ինձնից պահեին իմ բոլոր պատվիրաններն ամեն ժամանակ, որպեսզի հավիտյան լավ լիներ նրանց և նրանց որդիների համար։ Այս թեմայի մյուս բոլոր ուղերձների մեջ մենք միասին ուսումնասիրելու ենք ներողամիտ քրիստոնյա դառնալու աստվածաշնչյան ուղիները։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով Արման Մանուկյան։